Այսինքն հիմա այստեղ հենակ է տա, էլի ով երեք տեղամասում են, սա հարավային մասն է, կամ անում այսինքն մեքենաները գալիս են ստեն հավաքում, այս տեղամասի մեքենաները, այո։ Որսագործիքները այսինքն ստեղ մշտական ներկայություն կա 13 երեխու համար 25 տեղանոց Հիմի ամեն ինչ ունեք, ինչ ամեն ինչ, 10 ոչ մի բանի կարիք։ Եկել մի քիչ բակն է պետք բարի։ Բակը նոր դոնով պետք է անենք։ Ինչ կա ժողովուրդ ջան։ Կարող եք։ Դե ասեք։ Ջրի խնդրեմը գիտենք։ Պարոն Փաշյան, ջրի խմելու ջրի խնդրեմն է Շվանի ձոր գյուղը։ 5 ամիս ջուր չենք ունենում։ Շվանի ձորը չի ոնց որ մի քանի գյուղ է։ Մեր գյուղի մասը խոսքը 5 ամիս ջուր չենք ունենում, խմելու ջուր չենք ունենում ընդհանրապես։ Ոչ մի տան ջուր չի լինում։ Բա ոնց է կանում։ Մեքենաները որտեղից։ Տարբեր տեղերից։ Որ ջուր չկա, խիճեք մի հատ կռանդից բանից դնում է, ափսոս այդ ջուրը չի։ Դեսո բացել եք։ Հիմա խնդիր չկա։ Հա, բայց վատ կլինի։ Կարող վարչապետ մեկը թափում է, էլի, տեղ ռեզերվուար չկա։ Կարող վարչապետ։ Հիմա ես ուղղակի ուզում եմ ասեմ, որ գալիս եմ կանգնում։ Ասում եք ջուր չի լինում, օրերով ջուր չնում եք հետո չր ասում եմ ձենա։ Արոն վարչապետ, օգոստոս ամսի քարիզները հնարավոր քարիզը կապ չունի, խիչեք մի բան դնում, փակում, սա ես չգիտեմ ինչա, բայց չի կարելի։ Ես այնօր կառավարության նիստում ասում եմ հետևյալը, ասում եմ որ Երևանում քանի հատ ջրի բաժանորդ կա, ով գիտի։ Ասենք ենթադրենք մի քանի 100,000 ջրի բաժանորդ կա։ Ասում եմ ատամ լվալիս ամեն մեկը 5 վայրկյան ջուրը առանց նպատակի թողի ջուրը չռա, այդ նշանակում է Հայաստան Շվանի ձորի նման 62 բնակավար ջրից զրկվում է։ Սա հիմի ես չգիտեմ քարիզա ինչա, ասում եմ սա վերաբերմունք է ժողովուրդ ջան։ Հայաստանում հազարավոր սենց պուլպուլակ կա։ Ասում են ժողովուրդ ջան, ուր գնում ես ասում են ջրի խնդրեմ կա։ Սա ջրի նկատմամբ քարիզա ինչ ուզում արնի, բայց գալիս եմ կանգնում ասում եմ ջուր չկա, չր։ Դերեն քարիզի ելքից դուրս է գալիս։ գալիս։ Okay, եղբայր, բայց դուք ջուրը որ լնում է սենց եք օգտագործում դրա համար է ջուր չկա։ Սա վերաբերմունք է ջրի նկատմամբ։ Սա վերաբերմունք է ջրի նկատմամբ։ Ու մենակ դուք չեք։ Ես էլ եմ տենց, բոլորս էլ տենց են։ Ջրերը չր թողած, ասում ենք հա ջուր չկա հանրապետություն։ Մենք ջուրը տալիս ենք, ասում են ջուր չկա, քաշեք, հենց քաշում ենք ուր գնում ես բացած։ 2 ամիս հետո այդ ջուրը չի լինել։ Սենց որ գնա մի ամիս հետո չի։ Շիրելու ստորիեր կա ջրեր են դրանք։ Այս կաթիլային համակարգը այս բաները Արաների մեջ լցվում։ Հիմա ինչ ենք անում։ Մեր բանն է որ քաջարանից պետք է քաշենք, բերենք։ Նեղրին ասում ենք մենակ այս ջուրի համար։ Ինչ եք ուզում լուծում։ Մինի ջրամբար կարելի է կառուցել նախատեսված այն ժամանակ։ Դե եկեք ջրամբար կառուցենք։ Մինի ջրամբարներ 3 Բայց ջրի համար։ իմ ասածը, այս մեր խոսակցության հետ կապ չունի։ Ասում եմ կարամ խնդրեմ, կլինի ես առնեմ կռանթը դնենք կռանթը։ Թե քացով տալու ենք փոկենք կամ ձեռով ասելու ենք չէ։ Այդ կռանդը որ դրեցինք փակեցիք այդ ջուր ուրա գնալ։ Հողի տակ, ձեր հողի տակ, որ ծակենք հետո հանենք։ Էլի թափումը հողի արտեզյան ավազանը հիմա պրոբլեմ կա, արտեզյան ավազանը քանի մետրայի չէ։ Մետրերով իջելա։ Հիմի այն շրջաններում Արմավիրի, Արագածոտնի նախալեռնային շրջաններում, որ ծակել են ինքնաշատրվանող դուս ա եկել։ Հիմի նասոսով չեն կարում հանեն արդեն։ Մեր ռելիեֆը թույլ չի տալիս դա։ Կլուծեմ ես ձեր գյուղի, ես ձեզ խոստանում եմ, որ ունենք լուծում։ Այո։ Քաջարանինն է թե այդ բանը։ Մեղրի, Սարի։ Քանի կիլոմետր բանը։ 55։
55 կիլոմետր։ Եվ Նռնաձոր գնալ։ Նռնաձորինը, Շվանիձորինը, նախագիծ արած, հա։ Հիմա նախագծի փուլում։ Նախագծի փուլում անում ենք, սարքում ենք։ Գործընկերների հետ։ Ջուրը կա, հաստատ բերում ենք։ Ասա քանիզի ջուրը գալիս աստեղ ամբարում է, գնում է ռոռոկման համար։ Այո, գալիս ամիսախի չի ռոռոկման։ Դե ջերում են ինքնությունը փակում են, առավոտը ջերում։ Լսվում է առավոտ ամեն ջերում։ Այ մի քարիզ ուրա։ Մեկը հենց ստեղ է։ Բան, հուսայինք։ Հողի տակով։ Գնում է միշտ 100 քարի։ Հետո դերից է։ Դենիք քարի գնա, գնում է ջուրի դեպքը։ Դուրը ոչ է։ Ընդդեմ վերին Հողի տակ։ հողի տակ։ Բոլորը հողի տակ։ Հիմա ջուրը, եղբայր, հիմա ջուրը ուրա։ Այն որպես բասենը որ նայում եք դրա ավազանը, մեր բոլոր քարիզների մոտ նման բասեններ են կառուցել, որոնք որ ունեն բացում կառուցման որոշում։ Բայց հունիսից այդ մինիմումը 3 մեր սարի ջուրերը որ հետ ապրում։ Էլ արդեն ունելու համար որ որոշել 12-ից 13 Բայց հիմա կոնկրետ այս ջուրը ուրա բասենը որ նայում եք անվարվում բացում են հողատերը Ռեժիմը չի ասում։ հիմի լցվում է։ Գիշերը լցում է առավոտը բացում են ժողովուրդ գերում են վերթով Ժողովուրդ սենց ենք անում։ Այդ Քաջարանի ջուրը բերելու նախագիծը կա։ Այդ անում։ Շատ լավ։ Բայց դե այդ անկախ իմ ասել տպա մարդը ճիշտ եմ, չի հասկանում որ այդ ընթացքի վրա դրած է։ Այն Եվրոմիության մեծ ծրագրի բաղադրիչի մեջ է դրված։ Չէ, կարևոր նախագիծը որ ունենանք, թեկուզ կտոր կանենք։ Ինչ կարժենա մոտավորապես։ Դեմից կիլոմետր 2 միլիարդ, 3 միլիարդ, կարող ասել։ 2 միլիարդ, 3 միլիարդ, 1.5 միլիարդ։ Մի հատ թիվը գինը իմանանք ինչ է։ Գինը իմանանք ինչ է։ Բայց այս խոսակցությունը շարունակում եմ սենց։ Ես հանձնարարում եմ գալիս են այս ջուրը չափեն լիտր վարկյանով։ Բայց միայն սա չէ, սա քարիզներից մեկն է։ 5 հատ այդպիսի քարիզ են։ Շատ լավ, գալիս եք չափում եք։ Գալիս եք չափում եք, թե Շվանիձոր գյուղում քանի լիտր վարկյան ջուրա տալիս այս քարիզները, բոլորը իրար հետ։ Եվ մեծ պրոբլեմ ունենք, պարոն վարչապետ, վարձավճարների հարցով։ Սև ու սիպտակ կա այս գյուղում։ Դա ինչ ասում եք։ Սև ու սիպտակ։ Այսինքն 320 մմ դիամետրով խողովակաշարը հաշվում է 2200 դրամ, 2400 դրամ։ 150 մմ տրամաչափով խողովակաշարը 1000-1200 դրամ կամ 900 դրամ։ Հիմա ինքնահոս է ժամանակ։ Ինչքանը։ Ես ուզում եմ։ Ինչքանը։ Ես ուզում եմ որ իմ ջուրս չափի։ Մի րոպե։ Ես ուզում եմ իմ ջուրս չափի։ Այ։ Պոմպ կա որ ոսեմ կա դվենացի։ Երկու հատ պոմպ են կպցրել, ասում է սա գինը բարձր է։ Ասում եմ ինչպես է բարձր դա, եթե մի կալյոս է այդ նույն ջուրը վերցնում։ Տեղնավոր ոչ մի բան չեմ կարող ասել։ Այդտեղից է սկսում բոլոր խնդիրները, որ այդ գինը իրականության հետ ոչ մի կապ չունի։ Այդ տեսեք հիմա վերադառնամ, չէ, մի րոպե, վերադառնանք հələ 11.5 այդքան է, այդքան է սուբսիդիան արդեն Չէ, մի րոպե, հələ 11 գրամ է սուբսիդավորվում։ Հիմա որ այդքան ասում եք ժամանակին սպասարկ է, էս անել, խովակները, ուտեչկաները վերացնել։ Այդ որ ասում եք նասոսը տվեք, նասոսը տալիս ենք, էլեկտրական հոսանքը ծախսում է, ջուրը մղում է, այդ նասոսի հոսանքի փողը ով է տալիս։ Բոլոր դեպքերում հասկանալի է, պետության կողմից էլ։ Չէ, այսօր ջրային համակարգի վրա 8 միլիարդ դրամի պարտք կա, 8 միլիարդ դրամի։ Պարզա հիմի կարակ ասեք, այն մեկը սենց արե, մեկը նենց արե, օքեյ, շատ լավ։ Բայց արդյունաբերական հոսանքի, մենակ հոսանքի սակագինը, այդ 11 դրամից, այդ մի խորանարդ մետր ջուր մղելու համար անհրաժեշտ հոսանքի գինը 11 դրամից հաստատ ավելի շատ է։ Ուրեմն պետք է մենք խնայենք մեր բնական ջրի ռեսուրսները, պաշարենք, այդ փողը
Չտարսենք, ուրիշ տեղ ծախսենք։ Չէ, Հետորդին արևային։ պետքա ջրի գինը բարձրացվի։ Պետքա ջրի գինը բարձրացվի, որը լինի շուկայական, որ այդ ամեն ծախսը հնարավոր լինի անել։